Ժողովուրդ ջան, բարի երեկո հարազատներ, հուսամ լավ եք։ Ժողովուրդ ջան, երեք չկարողացա եթեր դուրս գամ, չուզեցա մեր մայրության գեղեցկության օրն ու տոնը փչացնեմ եւ չուզեցա անգամ իմ ներվերը փչացնեմ։ Դրա համար ես երեք եթեր դուրս չեմ եկել, ես հիմա եմ եթեր դուրս եկեմ, մենք րոպե հարազատներս։ Ժողովուրդ ջան, ուրեմն ինձ անհանգստացնող հարցերից մեկը, որը արդեն երկու օր բարձի թողի վիճակում այն կողմից եւ դա մեծ սխալ է, ուղղակի ես եւս մեկ անգամ ասեցի, ձեզ չէի ուզում իմ նորմալ կարգավիճակը օրվա մթնոլորտը փչացնելու, բայց այսօր անպայման կփչացնեմ համ իմ տրամադրությունը, համ Վլադիմիր Պուտինի բարձր հովանի ներքո Հայաստան բեռնաթափված այդ աղբակույտերի տրամադրությունը։ Ուրեմն Վիտալի Բալասանյան, անդրադառնամ քեզ, այդ չկայացած ես, այդ տղամարդ չկոչված եւ ընդհանրապես տղամարդկային վերելքը, այսքան տարի ոչ ապրած, ոչ էլ գիտակցած, թե ինչի համար ես ընդհանրապես դու ի հայտ եկել լույս աշխարհ եւ որ սերին ես պատկանում։ Ես ուզում եմ անդրադառնամ քեզ ամենալկտի, ամենագրեիկ ձևով, բայց չեմ հայոյելու։ Մի ամիս որոշել եմ չհայոյեմ ձեզ հանուն մեր մայրերի, բայց ես չգիտեմ իմ լեզվի վրա կարամ թե չէ, բայց կփորձեմ։ Ուրեմն ասեմ քեզ, Հայաստանի Հանրապետությունում դու չես որոշելու, մենք ապրենք Պուտինի կրուն գիտակ թե չապրենք։ Հայաստանի Հանրապետության կարգավիճակը դու չես որոշելու։ Դու ընդամենը չնախատեսված հյուր ես, չհրավիրված հյուր ես, ոչ ցանկալի հյուր ես երկրում, որի դարդը մենք պետքա քաշենք։ Ուզենք թե չուզենք, միսը որ լափում ես, ոսկորը չես թափում, բայց ցավոք սրտի դուք մեր միսն էլ լափեցիք, մեր ոսկորն էլ թափեցիք։ Բայց մենք այդ հոգսը, այդ կեղտոտ մեշոք, այդ ծանդրոցը մեր շալակին կրում ենք ու չգիտեմ, Աստված երբ նկատելու մեզ ազատի այդ կեղտոտ բերից, ձեզանից, այ բեռնաթափվածներ Հայաստան։ Դուք Պուտինի բարձր հովանի ներքո բեռնաթափվեցիք Հայաստան։ Ուրեմն ասեմ քեզ, Հայաստանի Հանրապետության կարգավիճակը, որ դու որոշում ես, թե ինչ ձեր պետքա խոնարհվի Ռուսի առաջ, իմեն անդրադառնամ ձեզ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը այնքան կայացած պետություն է, այնքան ամուր է կանգնած իր հող ու ջրի մեջ, այնքան բիլակ ու թասիբ ունի, որ Հայաստանի Հանրապետությունը քո այդ մի բուռ հողի համար հազարավոր աղբերներ տվեց, հազարավոր աղբերներ եկան քո մի բուռ հողի համար, ստեղից Արցախ, զինվորը որ գալիս էր Արցախ ծառայելու, սովորական իր պարտականությունը պետականորեն իր հայրենիքին տալու համար, Արցախցու տանից ջուր խմելու համար փող էր տալի, Արցախցին եթե մի հատ հայ զինվորին դեղ էր տալի, փողով էր տալի, նրան համար, հազարավոր զինվորների քորուտոպալ եք սարքել, հազարավոր անմարդ կանայք, որ եկել են իրանց երեխեքի պրիսյակը, ձեր գոմերում 25,000 դրամով տեղ եք տվել, որ ձեր հողը պաշտպանող զինվորին մերը մի կտոր հաց կերցնի իր ձեռով, մի օր էլ տենա ու հետ գա, տարվա մեջ մի օր էր տենում այդ խնգիթ հասերով, խաշած ցորեն ուտող զինվորին այդ ձև եք դուք պահել ձեր Արցախում ու ձեր Արցախի պատկան մարմինները, բայց այդ զինվորը այնքան բիլակով տղամարդ այլ է, թե հոգեպես, թե ֆիզիկապես, թե հայրենասիրական այդ իր ոգով, որ կանգնել է քո հողն էր, դու պետք է կռվեիր դրա համար, դու այդքան կռվել է, դու պատկերացրու իր Հայաստանի Հանրապետության համար ինչ կռիվ կտա այդ զինվորը։ Այդ զինվորը ինչ կռիվ կտա, կարաս պատկերացնես, 18-ից մինչև 70 տարեկան գալիս էին ու զոհվում, ձեր մի բուռ Արցախի համար, Արցախից հետ չեկան մեր երեխեքը, հարյուրավոր ու հազարավոր երեխեք Արցախից հետ չեկան, բայց քո նման անբողնաշար, անգիտակից հայվանը, այդ քու հրամայած Պուտինի հետ որ խոնարհվում ես, այդ Պուտինի բարձր հովանի ներքո ձեր անգրագետ պետական համակարգը միակ բանի կրթություն որ ունեցել է, դա թալանի վերելքն է, նրանց մեջ ծնվել, հասունացել, նրանց մամաների բեղնավորման ընթացքում մի անգամից թալանը, չերեստերական օրգան գնացել է դրանց արգանդը։ Մի անգամից այդ է ներմուծվել ձեր մեջ, դրանով եք դուք կայացել, ձեր մոտ մենակ թալանի պրոցեսն է հագեցած, ու դուք դա համարում եք հարամ ունեցված դիզելով, որ մի փամփուշտով վերացած, դուք դա համարում եք ունեցվածք, դուք դրանք համարում եք տղամարդկային ինչ-որ արարմունք, դուք տղամարդ կոչվելու իրավունք չունեք, դուք իմ հայոց հողի մեջ ընդամենը բեռ եք հայ ազգի վրա, հայ զինվորի վրա բեռ եք, հիմա էլ այդ զոհված զինվորների ծնողների բեռ եք, դուք արցախցիներ։ Ձեր 90%-ը ոչ պիտանի համակարգա, ձեր 10%-ն է պիտանի, 10%-ի։ Ըստ դրա ես հիմա կանդրադառնամ մյուս թեմային, որը որ տեղի ունեցավ աշտարակաղաքում, երբ որ Փաշինյանը աջակցեց Արցախցի այն կնոջը, որը պատերազմի մասնակցած էր, իդեպ ինքը այն 10%-ի մեջ է մտնում, պիտանիներից էր։ Բալասանյանի բալերը պակաս կարգավիճակով միադնեմ տեղը, նոր անդրադառնամ այդ թափ-թփուկ համակարգին։ Ժողովուրդ ջան, որ դուք այդքան կայացած եք Բալասանյան ջան, քո բալերը պակաս է, քո գլխի բալերը պակաս է, քո մոտ մենակ հարամ բյուջեն է շատ, ֆինանսը, հարամը, այն որ Արցախը, ամբողջ Արցախը պայթեց, ամբողջ Արցախը վառվեց, Հայաստանի Հանրապետության հազարավոր զինվորներ վառվեցին ու հավիրվեցին, բայց Արցախի ոչ մի ենթակառուցված չապականվեց, ոչ մի բանկ չապականվեց, Հայաստան Արցախում ոչ մի պետական կառույց չապականվեց, բոլորը հավաքեցիք եկաք Հայաստանի այրոպորտով փախնելու չկարեցաք։
իդեպ Էս ինձեր թվերը չի որ Սերժ Քոչո Ալիև Պուտին զանգեն իրար սա հարցերը սազդապատան են անցավ է դարաշրջանը փաստացի տեսանելի շոշափելիա Հայաստանի Հանրապետությունում նորմալ ապրելակերպը հիմա ինչքան կուզեք քննադատեք դերագնահատեք դա չկայացած ռեսուրսա ձեր համար հիմա անդրադառնում եմ եւս մեկ անգամ քեզ Հայվան դու ով ես իմ հողու ջրի մեջ ես որ գալիս էի Արցախ իմ աղբորը տենալու ծառայության ժամանակ իմ զինվորին տենալու ես կարող եմ մտնել քո անձնականի մեջ քո ընտանիքի մեջ քո թասուկ թալի մեջ Քո քաղաքականության մեջ ես ընդամենը խոնաղ էի սփյուռքից եկած տուրիստի պես որ ժնգյալով այդ Հայվանի հացն ուտելու համար 3000 դրամ էի վճարում բայց քո այդ հացը որ աճել է այդ խոտը այդ ցորենը որ աճել է դարել է ժնգյալով հաց դրա համար այդ հողի համար այդ կայուն հացի ու խոտի համար իմ աղբերների արունն ատեղ թափվե որ այդ կայացել է 5000 իմ աղբերներից արուն թափել դարերի վեր 100000 257 հատել քունուցա թափե ասեմ քեզ դու որ այդքան խելք ունեիր Հայաստանի Հանրապետությունում կարող ես գործող իշխանությունը ուղղություն ցույց տաս այ Այ իմպոտենտների գարաժի թափոն դու ինքդ բարի եղի քո սապսալակների գրուպան հավաքես ու մաքրվես ստեղից մաքրվի Հայաստանի Հանրապետությունից որ այդքան քաղաքական մեծ գիտելիքներ ունես Քարոզ Արշավի լավ լայն բանաձև ունես չկայացած հիմքեր ունես բայց ցուցադրում ես կայացած հավաքի գնա քո Արցախ շենացի Էլի նորից Պուտինին շնացի, Հայաստանի արածը ուրացի, հենց ընդեղ էլ նորից թազա բազմացի, մեգա դու սովորես, մարես, բազմանաս, չորանաս ծլես, կոմոդ այդ կարգավիճակը շատ լավ ստացվում է, բայց դու իմ հողու ջրի մեջ այդքան պուպուլով տղա չես, որ կանգնես թելադրես, թե Փաշինյանը պտի լսի Բանա Վիտալի Բալասանյանին դու խեղաթուրված բալերդ պակաս Հայվան դու այդքան կաս իմ հողու ջրի մեջ բա որ այդքան լավ տղա էր քո հողու ջրի մեջ կայանայր արա քո հողու ջրի մեջ ինքնահաստատվեիր արա դու Հայաստանի Հանրապետության շվակին ապրել ես ապրում ես Հայաստանի Հանրապետության գրոշներով բյուջեով լավ թիքայով Հայաստանի Հանրապետության լավ ու վատ օրերով Հայաստանի Հանրապետության հակած շորերով Հայաստանի Հանրապետության տված բրնձու ոսպով էլի դժգոհ ես այդ հիշով կա դու ով ես քո այդ թափոնի հետ որ իմ հողու ջրի մեջ կարգադրություններ անես Ուզում եմ իմանամ, այն էլ Երևանի կենտրոնում կներեք ուրա ձեր Արցախի կենտրոնը այդքան պուպուլով տղերք եք մնայք ձեր Արցախում Թե որոշել ես մի անգամ էլ հանուն Արցախի Հայաստանի Հանրապետության 18 տարեկան սերունդը ապականվի Չարաչար սխալվում ես դու իմ հողի մեջ անելիք չունես դու ստե փաշաղոնաղ ես փաշաղոնաղ դու ոչ թե ղոնաղ ես դու Պուտինի բարձր հովանի ներքո Պուտինի ղեկավարման համակարգի ընթացքում Հայաստանում ներբեռնված աղբ ես դու իմ ես միշտ բազմիցս ասում ժողովուրդ իմ եթերների ժամանակ մի զանգեք ես ժամի գրաֆիկ ունեմ սահմանված մի զանգեք այդ ժամին Դու իմ երկրի մեջ ով ես ու ինչ անելիք ունես մի հատ կարաս ասես ես ուզում եմ իմանամ ինչ անելիք ունես իմ երկրում Եկել ես Հայաստան Հայաստանի Հանրապետության մեջ թոհու բոհ ես սկսե դու ընդհանրապես իմ երկրում անելիք չունես այդքան լավ տղայր մնայր քո հողը պաշտպաներ ոչ թե իմ սփյուռքի իմ Հայաստանի Հանրապետության իմ բյուջեի իմ թոշակառուի իմ հաշվանդամի իմ սոցիալապեսի իմ առողջը որ քո համար դարավ հաշվանդամ նրա արյան գնով ապրես իմ հողու ջրի մեջ մի հատ էլ կարգադրություն անես որ իմ հողու ջուրն ու իմ պետությունն ու պետականությունը պետք է եթարվի Պուտինին չարաչար սխալվում ես հենց այս իշխանության ճակատը ոտի մատերից մինչև ճակատը Պաչեն ժողովուրդը նրա համար որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն ավիրված քաղաքացուն 36 տարի ավիրված խոշտանգված նորո ջան տենում ես լայվ եմ անում արևը զանգում ես ախպերս ավիրված ապականված քաղաքացուն հանեց այդ բռնատիրական վիճակից հանեց այդ բռնաբարված վիճակից ռսամետ կարգավիճակից հանեց ազատագրեց հայի թասիբը տվեց ու ասեց Դու կնիք ունես, պեչատ ունես, դրոշ ունես, վերջը երկիր ու պետություն ես համարվում։ Դուխի պետք է մնաս Պուտինի շվակի տակ, թե մոռացաք, դուք շատ թեթևեք ներկայացնում եք ամեն ինչը։ Մի տեսակ ջանս ա ուզում շակաղվի։ Անենց հեշտ եք ամեն ինչ ներկայացնում, ոնց որ ես այս մոմը վեկանեմ տամ հարևանին։ Այդ ձևի, բայց շատ բարդ ճանապարհ է սա, որ դարերի վեր ոչ մի պետական համակարգի, ոչ մի երկրի ղեկավար Հայաստանը ղեկավարող չէ, խեղաթուրող ոչ մի ղեկավար չկարեցավ Հայաստանի Հանրապետության ժողովրդին այս անդունդի մեջից անի։ Միևնույնն է, ինչ էլ անեն այսօր Երեք հարևանից մեկ ասում եկա ինչ էլ ամեն աշխարհի վատ բանն են գրում ձեր Նիկոլեն լսի ով է վատ բան գրում թքացում եմ գրողի վրա էսա կգա այդ ընտրությունները հաջորդ օրը ես ինքներս ձեր հետ կխոսամ ես ընտրություններից հետո լայվ չեմ անելու որոշել եմ գնալու եմ հավերժ դրախտ վայել եմ այս կյանքը որտեվ այս ընտրություններից հետո իմ երկիրն ազատվում ու ազատագրվում է հիմնական հիմնահատակ այս քեզ Վիտալի Բալասանյան բալերը պակաս խեղաթուրված Հայվան Պուտինի ներքո բարձր հովանի ներքո Հայաստան բեռնաթափված Օտարացված հարևան ես դու
հայրեվան եմ, որ ոչ մի բանի պետք չի։ Դու այ դրանից ես դες լիքը արևաններ ունեմ, որ էլ աշճելած մի հաշվին ինձ հիշում եմ, մենակ սփյուռքի եկած պասիլկեկի վախտը։ Ես ունեմ այտենց կողքերս լիքն են, որ գանստեինս գյուլեն իրանք չեն նկատում, բայց որ մի հատ լավ բան հանեմ բաժանեմ, սա այսենց են այդ օրը։ Թական վերներողն է լավ պրծավ, մի հատ ուրիշ քրշտվող լնի կետա նրա յանը։ Ես տեսել եմ էդի, կողքերս տեսել եմ, պետությանս մեջ տեսել եմ, պետականությանս մեջ տարերի վեր տեսել եմ։ Ուզում եմ քեզ ասած լինեմ, բալերդ պակաս հայվան, մաքրվի իմ հողուջրից ու դու չկաս այդքան, որ իմ հողուջրի մեջ որոշես, թե իմ պետությունն ու պետականությունը որ երկրի հետ պետքա բանակցի եւ պիտի հարևան ու հարազատ դառնա։ Այսքանը քեզ օտարացված ես դուք այնքան անգրագետ համակարգ եք արավոր ձեզ Պուտինը կանչեց Բաքու, հելա կնես սպավելով գնացիք, ոնց որ Ալիևը խորոված էր արե, մերի բաններ դնում էր, որ մատուցեր ձեզ։ Դուք այդքան էժանագին համակարգ եք։ Ձեզ էլ իրոք անդրադառնալ չարժի։ Իսկ հիմա, սիրելի արցախցիներ, այն որ աշտարակի բնակիչը, Փաշինյանը մոտեցավ աշտարակի բնակիչ Արցախցուն, այդ կնոջը պատերազմի դաշտով անցած կիներ ու ներծննդականի խնդիր, ի տարբերություն մի քանի հազարավոր արցախցիների ուզում էր դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպեսզի իրանց թոշակը, փարոսը, վերջը բնակչության վայր ունենա այդ մարդը, տուն առնի, շենանա, հիմա էլ ստեղա, էսա, ուզում է ստեղ ապրի, իր գործը ստեղանի, բարև լույս ջան։ Ես ուղղակի զարմանում եմ։ Այդ կնոջ հարցին գործին տվեց ընթացք ու այդ ամեն ինչը լուծվեց։ Հազարավոր արցախցիներ Ռոման Բաղդասարյանն հրապարակել էր։ Ես քաշել եմ իմ մեջը հազարավոր արցախցիներ հարցակվել են վրան, թե դու Նիկոլին ինչի ընդունեցիր քո տունն այդ իր տունը չի, դա Նիկոլի հողուջրի մեջի տունն է, Նիկոլի հարազատների տունն է, Նիկոլի բնակիչի տունն է, անցնենք դրան։ Իսկ ինչ մնում է այդ կնոջը, ես իրան շատ շնորհակալ եմ։ Իսկ ինչ մնում է այդ կնոջ պահը, ում է ընդունել ինքը ներս Նիկոլին, Նիկոլովա։ Նիկոլը ընտղեն, հա? Այն որ վարչապետ այն մարդն է Նիկոլը, այն որ ձեզ 50,000 դրամ տալի ջանդակին, ձեր ամեն ջանդակին, ոնց որ անասնաբուծական ֆերմալն եք, ամեն մեկիդ 50,000 դրամ փող տալի։ Այդ Նիկոլին չեք ուզում Արցախցին շփվի, այդ Նիկոլին չեք ուզում Արցախցին ընդունի, խի չեք ուզում։ Բա ոնց եք այդ Նիկոլի ձեռին ընդունում, ուզում եմ իմանամ։ Բա ոնց եք այդ Նիկոլի հողուջրի մեջ ապրում։ Բա ոնց եք այդ Նիկոլի տված պետության ու պետականության եկած բյուջեի եկամուտով սնվեմ, թազա ծնվեմ, թազա բազմանեմ իմ հողի մեջ։ Ուզում եմ իմանամ ոնց, այդ ոնց, ինչ եք ուզում։ Ամեն ինչ ուզում եք, բայց ասում եք, գիտես ինչ կա։ Այն որ մի հատ հին մեր կինոներից է, Մարգրիտի կինոնա։ Ասում է հիմա ես առավոտը Մարտին հարցնում ասում է, ես ում բարև տամ, ում չտամ ես տանը, ասում է ինձ բարև մի տուր, ում տալիս ես տուր, այսինքն այդ մարդը բերի, անի, դնի, հոգեկան աշխարհը խանգարվի, առօրյան ապականվի, մեր ումանուգին 5 տարեկան երեխուն ամենավերջի անբարոյական բարերը գրեք ու այդ մարդու ձեռով սնվեք, այս հողի մեջ թազած բազմանակ ծնվեք, մի հատ էլ թերագնահատեք, ֆաքնձես Ֆաքն, դե տարեք ու կերեք այդ 50,000-ի տեղը։ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության պետությունն ու պետականությունը պիտի որոշի, որ երկրի հետ բանակցի, որ երկրի հետ դիվանագիտական հայացք ունենա ու քայլեր ունենա, դիվանագիտական։ Դուք չեք որոշելու իմ հողուջրի մեջ։ Դուք չկաք այդքան։ Իմ հողուջրի մեջ Վիտալի Բալասանյան, բալերդ պակաս խեղաթուրված հայվան։ Պուտինի բարձր հովանի ներքո Հայաստան բեռնաթափված աղբակույտ, դու ով ես իմ հողուջրի մեջ, ով ես, ով այ ապորինի Ով ես, ժողովուրդ ջան, էլ ինչ անենք, հավալա խաղացիք մեր հետ, մեզ կոտորեցիք, մեզ ապականեցիք, այ մարդ, դուք անաղու հաց քրդիշ ունեք, այդ Արցախը որ հետ տան, այդ Արցախի դրոշ բանի վրա, այդ Շուշի այդ կամարի վրա, արժի գրել անաղու հաց քրդերի տեղատարապ, այ մարդ, էլ ինչ անենք ձեր համար, էլ ինչ անենք, 100 տարի ապրում ենք 99 տարվա ավարիոնի շենքում, հազարավոր բաքվցիներ եկան, Արցախաջարդերից եկան, են տվերի, ստե տնավորվին, գնացին աշտարակ նարայք թաղամասում տները ստացան, 7 երեխեքով տեղավորվեցին։ Մենք հենց 100 տարվա շենքերի մեջ ենք։ Գյումրվա ավիրված ընտանիքը 50,000 դրամ մարդա օգնություն չի ստացել։ Օբշի փարոսը կազմել է 27,000 դրամ։ 3-4 երեխեն իրար հետ։ Պատկերացնում ես, բայց Հայաստանի Հանրապետության պետությունն ու պետականությունը Արցախցումի ջանդակին տրամադրում է 50,000 դրամ։ Ինչա, պարկ ենք, պարտական ենք, չգիտեմ ինչ ենք, նաղդի դարերի վեր դուք մեզ թողած ժառանգություն եք, որ մենք ձեր հոգսը պիտի քաշենք, բայց գոնե շնորհակալության փոխարեն սենց մի արեք մեզի, արա։ Ավելի լավ անտեսեք, առհամարեք, ոչ մի բան մի ասեք։ Լավն էլ մի ասեք, բայց վատն էլ մի ասեք։ Մի քիչ ընդունող եք։ Կարող է մի քիչ գնահատեք, մեր են տված հին շորը, մեր են տված մի կտոր հացը, մեր են դարպասները, որ ձեր առաջ բացեցինք ու լացակումած ձեզ ընդունեցինք։ Կարող է մի աննշան գնահատեք, վերև Աստված էլ տենա, Աստված էլ գնահատի, Աստված էլ խղճա, բայց ինձ թվում է Արցախի այդ հատվածում Աստված չկա։ Աստված էլ վախը մնատ է։ Աստված իջնի թե պատերազմ կանխի կամ երկրից կանխի, երկրագնդից։ Դուք Աստծուն էլ կանցեք։ Դուք այդ տեսակ սատանախապողների կույտ եք։ Ես սարսափում եմ ձեզնից խոսալուց արդեն։ Ոնց կարելի է մարդ այդքան չգնահատող տեսակ լինի։ Կեսին կորցրեցինք մեր երեխեքի։
Այն ամենակարևոր հատվածը մեր սերնդի են, որ մենք պետք է աճեր, ծլեր, ծաղկեր, շենանար, Հայաստանը բազմացներ։ Այդ հատվածը տվեցին ձեզ, այդ ամենաթանկ ու կարևորը։ Կեսս էլ ստե տեղում առանց զենքի ու ֆոսֆորի ինֆարկտ արեն կլամ ձեր ձեռը։ Ձեր եկած օրվանից։ Դուք ինչ եք տուն վարձեմ։ Ինչ եք տուն վարձեմ։ Եթե դուք Սիսնո շամպես սպեկտրի շամպես գայշնիկի շամպես ֆռնեք առավոտից իրգուն անդիմադիր դաշտի հետևից ու դեմից ընչեք տուն վարձը տամփող տալի այդ էլ քուչեկին առեք խառնեք այդ ձեր պիցամիցային կերեք լափեք միտեղ մրփեք մեկ առավոտը ժամը 7-ից ձեր ձևով շարժվում եք մինչև իմ ձևով այդ մրփում եք իմաստը որն է ձեր տուն վարձելու փողոցային կարգավիճակով եկել եք Հայաստան տուն էլ տվին չծվարիք Ներսել քաշին չպարկի քնակ հելակուն քուչեկը ես ուղարկի զարմանում եմ ձեր վրա ձեր կարգավիճակից սարսափ եմ ապրան Իմ հողու մեջ կա պետություն, կա գլուխ, կա ընտանիք, կա պարագլուխ ու որոշող։ Ժողովուրդն ու ժողովրդի դրած իշխանությունը։ Դուք իմ երկրի մեջ անելիք չունեք։ Սիրտս բերնովս դուս եկավ արդեն։ Այսքանը։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Սարսափում է սարա։ Անում ես, դնում ես սրանց համար ինչա պարկենք։ Խայտարակությունը տեղից ելնողը Շալվարդ որ հակար Վիտալի Բալասանյան հելար հրապարակում այդ հայտարարությունը արեցիր Շալվարդ որ հակար հակնելու պային կամ ցեպդ քաշելու չտեսար դու տղամարդ ես տեխնիկայի ուրոտ որ տղամարդը ներ երևի ձեր հողի մեջ լներ բայց որ կնիկ ես մեր հողի մեջ ես աշխատի մեր իշխանության տակը չպարկես մեզ էլ քո բարձր հովանի ներքո չտանես Պուտինի տակը եւս մեկ անգամ դարերի վեր պարկասնես մենք Պուտինի տակը պարկելու ոչ կարգավիճակ ունենք այդ կարգավիճակից մեզ ազատել է մեր երկրի իշխանությունը մեր պետությունն ու պետականությունը այդ բռնատիրական այդ բռնաբարված այդ խոշտանգված 36 տարի հարգուտուրք մուծած ավարիոնի դոմիկների մեջ ապրած Եգրաշարժ տեսած, բայց պետական համակարգից ոչինչ չտեսած ժողովուրդը ազատվել է այդ բռնաբարող, բայց չբռնաբարված համակարգից ազատվել է հասկանում ես դու ել իմ հողի մեջ անելիք չունես այ անգրագիտություն այ տահաս այ տգետ այ թափթփուկ ինչ ասեմ քեզ ինչ էլ ասեմ սիրտս չի հովանա Դու իմ հողի մեջ անելիք չունես, դու այնքան քրչոտ ես, որ իմ սփյուռքահայ 80 տարեկան տատին իր սոցիալ փողը ղրգեց, որ դու ապրես, ոտի կանգնես, քեզ մենակ չզգաս, բայց դու այդ փողը կերար, այդ տատի ու պապին հելար անիծեցիր, այդ տատու պապի թորու ծորին այս հողու մեջ անիծեցիր ու դժգոհեցիր, չգնահատեցիր ոչ մեկին, ոչ սփյուռքահայերին գնահատեց Արցախցին, ոչ Հայաստանի Հանրապետության հային գնահատեց, ոչ Հայաստանի Հանրապետության սքաշաղ աղմորը գնահատեց, ոչ էլ 4-5 հազար ավիրված ու ապականված ու զոհված ու հաշվանդամ դարած Սայլակների վրա գանված տղերքի արյունն ու ավիրված մարմինը գնահատեց ձեր համար ինչ էլ անեն դուք անգնահատող չգնահատող տահաս անգրագետ շահամոլ սովածի կարգավիճակով կիլոյով ոսկիներով պատված ոնց որ բանա Կասանդրայի տատալն եք դալինդան պատված ապրում եք մեր հողու ջրի մեջ մեզնից էլ լավ արքով փարքով կեսնել պարկով Պրծավ սփյուռքը ղրգմա Նիկոլոտի դո տալիսա մենք աչից ձախից հավաքն բաժանում ենք ել չգիտեմ ինչ անենք Են լրագրող Նարեկը հարցատալի Նարեկը Տիգրանայիչ գրողա Փաշինյանին նախ ուրախ եմ որ բաժանվել ես կներեք էլի մի հատ էլ թեթև անդրադառնամ այդ լրտաբանական ինստիտուտին մենք լրագրողներ չունենք լրագրաբռնաբարողներ են մեր լրագրողները Հայաստանի Հանրապետությունում կարա մի հատ լրագրող ցույց տակ ընդդիմադիր կողմն են բոլորն են ներկայացնում որ ամուսնացած են ընտանիք ունեն 5-ին ես ճանաչումն են 5-ն էլ բջերը գրգներին Էնանին բիջը գրգին երախու հորը չի ճանաչեմ Google-ով պոեսկա տալի չի բերեմ աղոտ այդ մարդու դեմքը հիշում է այդ մամոդիկ էլ չի դրա հերը Այդ անին այդ վիճակումը այն մեկը կա որ աբարան ասма եղան կողեմ գլոխդ էդի անհերա չարենցա ան մարդա բիջը գրգին այն չարենցավանի մի 60 տարեկան տատի կար չգիտեմ սեքսապատոլոգի մոտ վերջի անգամ երբ եղե պաթոլոգներ տեսե սեքսից ոչ մի բան չէր տեսե էդի կայնելա նամուսից ա խոսում Նիկոլից ա խոսում էդի մայրական իրավունքից ա զրկված այ խեղաթուրվածներ այ սեքսի ճամփին կարոտ աշները թաց նայածներ ձեզանից խոսացեք ձեր ընտանիքներից խոսացեք Ուրիշի ժողգործիկների հետ ինչ գործ ունեք Ուրիշի պլորտանքի հետ ինչ գործ ունես լրագրող դու որ լրագրող ես եղել ասել են կետաս ազգային ժողովի падգամավորների սեռական օրգաններից կխոսաս թե քաղաքականությունից կխոսաս որ դու լրագրող ես սովորում ասում են կետաս երկրի վարչապետի պլորտանքից կխոսաս ազգային ժողովի падգամավորի պլորտանքից կհարցնես թե որը որտեղ են օգտագործում խի են բաժանվե խի են միացե խիա падգամավորը բաժանվե թազա ամուսնացե հա Թե ասել են քաղաքականություն կվարես ես ուզում եմ իմանամ լրագրողական այդ չվացուցակի մեջ այդ կրթության մեջ որ ոլորտն է լրագրողա սեքսաբանական ինստիտուտ է կավարտել թե լրագրող է կավարտել ուզում եմ լրիվ իմանամ լրիվ
Ես մի քիչ հետաքրքրասեր մարդ եմ, էլի, սենց հականդում եմ, քշվորում եմ, ուզում եմ իմանամ, ինչն ա ձեզ հետաքրքրեմ։ Բախի չեք մի օրից մի օր Քոչարյանին հարցնում, ասում էր 18 տարեկան երեխեքին ինչ էր տանում բռնաբարում սաունաներում ու եսին որտե Զինվորներին ինչեր էին անում ձեր նախկին իշխանությունները։ Ախր չեմ ուզում շատ մանրանամ։ Դուք լրագրող չեք։ Դուք լրագրասեքսաբանական ինստիտուտը ավարտած եւ սեքսի մասին մենակ գրքի մեջից բավականություն ստացած, քանակի միջոցով, որ սեքսից գրել են գրքի մեջ, դրանից բավականություն ստացած մարդ եք, բայց սեքսի ծառավը ձեր մոտ այնքան մեծ է, այնքան անտեսված ու առամարված է այդ հատվածը, որ որտե մի հատ լավ Դե ասում փառք, սաղլնեն մեր падգամավորները, նայում ես ոնց որ խրուստալի զավոդից դուս եկածլեն, մեկը մեր գից անթերի, տիտանիկի մեջի տղերքն են, մեր ԿՊ-ի սաղ падգամավորները, վարչապետիցս բռնած, դրա համար որ տեսնում են մեր այս կանացի սեռական անկում ապրած լրագրողները, մի անգամից հարց են տալի հենց սեռականից, թե վարչապետին, թե Ալեն Սիմոնյանին, թե մյուս բաժանված падգամավորին նորից նշանված, կներեք, այդ բոլոր հարցերը դուք եք լուծում, շատ լավ է, երկուսը մեկում, լրագրողական, սեքսաբանական ինստիտուտ Պրծավ, մալադեց, հիմա ես, որպես այդ ինստիտուտի սան, այդ իշխանության ինստիտուտի սան, հարց եմ տալիս ձեզ, դուք կայծակի շփման ընթացքում եք ունեցել ձեր երեխաներին, Անի, Չարենցավանի լիրբ, այդ Նարեկ կոչեցյալ, Տիգրան կոչեցյալ, դուք ձեր երեխեքին, ինչա, կայծակից եք ունեցել, թե են թվերի պես արագիլն աբեր է, ուր են այդ երեխեքի հերերը, ձեզ զարյատկա դնող որցերը ուր են, հիմա խոսանք ձեր խեղաթուրված անկողնուց, ամբողջ գիշեր բարձ է գրգեմ, մինչև լույսը բացվում է, այդ անտեր միկրոֆոնն է գրգեմ, խոսացեք ձեր անձնականից, խոսացեք ձեր խայտարակված սեքսը սեռականից, խոսացեք ձեր անփույթ ընտանիքներից, չկազմավարված, չկազդուրված, չկայացած, ոչ թե լուծված, ոչ թե ամուսնան լուծված, այլ ուղարկի մի օր անկողնում իրար հետ լուծված, հետո չեղարկված, այդպես բաներից խոսացեք ժողովուրդ ջան, լիքը ձեզանից խոսալու բան կա, այսքանը ձեզ թափթփուկներ, Վիտալի Բալասանյան քեզ, լրագրող համակարգ քեզ, որոշի քո դիպլոմի մեջ սեռական աշխարհն ա տպած, թե լրագրողական համակարգն ա տպած, ըստ դրա կարժանանաս երկու աշխատավարձի, համ որպես ուրոլոգի բաժնի վարիչ, համ էլ որպես լրագրող, լրագրաբռնաբարող, ոչ թե լրագրող, Google-ով պոեստ ես տալի լրագրող, բերմա ուրոլոգ, Google-ով գրեմ ես լրագրող, բերմա ուրոլոգ, որ մի անգամ ուռել ա մեկի հետ, մի հատ երեխայա ունեցե, այդ ուրցնողին աման գալի մինչև մի, սես գլուխը բռնած, ու դա, այսօր այդ երկրի վարչապետին հարց ա տալի, շատ ուրախ եմ, որ բաժանվել եք, կներես, բայց ուրախ կլներ, չէ, կողնեք մի անգամ քո հետ մեկը ամուսնանալ ու հետո բաժանվել, 5 րոպե հետո, բայց դժվար մեր լրագրողների հետ կլինի տղա թե աղջիկ, ինչ որ մեկը 5 րոպե ձգի, այդ տեսակ թափոնի հետ, այդ տեսակ կանացի անկումի հետ, այդ տեսակ խայտարակության հետ։ Այ հիմա բարի գիշեր ձեզ, այդ մեմ ջուր խմեմ, խեղդվում եմ, լավ չեմ։